Հայկական խոհանոցը աշխարհի հնագույն խոհանոցներից մեկն է, որն աչքի է ընկնում իր բազմազանությամբ, բնական բաղադրիչներով և յուրահատուկ համեմունքներով։ Այն արտացոլում է հայ ժողովրդի պատմությունը, աշխարհագրական դիրքն ու մշակույթը։ Այսօր որոշել եմ հետաքրքիր փաստեր ներկայացնել իմ ամենասիրելի ժենգյալով հացի մասին։ Ժենգյալով հացը Արցախի խոհանոցի այցեքարտն է, որն իրենից ներկայացնում է տասնյակ տեսակի վայրի և մշակովի կանաչիներով լցողված բարակ հաց։ Ժենգյալով հացը որոշ շրջաններում անվանում են նաև պինջարով հաց, հացի մեջ օգտագործված պինջարի, եղինջի շնորհիվ։ Հայկական ազգային ուտեստ է և հիմնականում տարածված է Արցախում և Սյունիքում։ Ժենգյալով հացը մոտ 25 տեսակի կանաչիներով պատրաստված տափակ բլիթ է։ Ժենգյալով հացի խմորը պատրաստվում է ալյուրից, աղից և ջրից։ Հացի մեջ տեղադրվող կանաչիները կոչվում են ժենգյալ և կարող են տարբերվել ըստ թխվելու շրջանի և ճաշակի։ Ժենգյալով հացում օգտագործվող կանաչիներից են կանաչ սոխը, կանաչ սխտորը, գինձը, կրմնձուկը, ճռճռուկը, թրթնջուկը, ծտապաշարը, դաղձը, եղինջը, գառնականջը, խազազը, անանուխը, վայրի դաղձը, սամիթը, մոխրաթալը, սինձը, պտուտկունը, պուտը, պառավապորտը, առօգ-փառօգը, կտավատի երիտասարդ տերևները և խաղողի երիտասարդ տերևները։ Նախքան կանաչիները հացի մեջ տեղադրելը նրանք մանր կտրատվում են և նրանց մեջ ավելացվում է աղ, ձեթ և պղպեղ։ Պատրաստման ամբողջ գործընթացը իրականացվում է տարեց փորձառու կանանց կողմից, ովքեր պատրաստման սեփական գաղտնիքները փոխանցում են երիտասարդներին։ Բարակ շերտով բացված խմորը լցոնում են գրեթե 25 տեսակի մանր կտրատված վայրի կանաչիներից բուսական յուղով պատրաստված միջուկով։ Թխում են սաչ կոչվող տաքացված ջեռոցում մի քանի րոպե։ Կտրատված կանաչին ավելացվում է խմորի մեջ, խմորի եզրերը փակվում և ապա այն թխվում կրակին դրված սաչ կոչվող երկաթե կտորի վրա։ Ժենգյալով հացի ռեկորդը։ Ժենգյալով հացի պատրաստման ռեկորդ առաջին անգամ գրանցվել է Արցախի Հանրապետության Հադրութ քաղաքում 2018 թվականի նոյեմբերին։ 1 ժամ 30 րոպեում տան տիկինները պատրաստել են 20 կգ 885 գրամ քաշով և 2 մետր 83 սանտիմետր երկարությամբ ու 71 սանտիմետր լայնությամբ ժենգյալով հաց։ Այն պատրաստելու համար օգտագործվել է 26 անուն կանաչու տեսակ, որոնք աճում են միայն Արցախում։ Անհավանական չափերի ժենգյալով հացը պատրաստվել է չափերին համապատասխանող հատուկ սաջի վրա։ Հատուկ հանձնաժողովի կողմից կատարվել է ռեկորդի գրանցման արձանագրություն։ Ռեկորդը գրանցվել է Հայաստանի դյուցազնագրքում։ Ռեկորդային չափերի ու քաշի ժենգյալով հացի պատրաստումը նախաձեռնել է Հադրութի աշխատակազմի մշակույթի և երիտասարդության հարցերի բաժինը։ 2019 թվականի մայիսի 11-ին Հաթերքում կազմակերպվել է ժենգյալով հացի 3-րդ փառատոնը, որտեղ հադրութցիները գերազանցել են 2018 թվականին գրանցած սեփական ռեկորդը՝ թխելով 3 մետր երկարությամբ ժենգյալով հաց։ Հադրութցիների ժենգյալով հացի նոր ռեկորդը հավակնում է գրանցվել Գինեսի ռեկորդների գրքում։